Ժորժան, խոսում են երկարաժամկետ խաղաղության մասին որպես իրողություն։ Այո, եւ դա խոսում են այն ժամանակ, երբ Ալիևը հայտարարում է, որ ամբողջ Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, երբ հայտարարում է, որ Երևանը մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հենց այդպես էին գրել. Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցնում է եվրոպական գագաթնաժողով։ Մեր ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, որևէ խաղաղության պայմանագիր չկա, որևէ անգամ խաղաղության պայմանագիր իր իրավական մեխանիզմներով թղթի վրա չկա տրված։ Այսինքն նախաստորագրած ինչ-որ խոսակցություններ եւ հայտարարություններ։ Եվ ամենակարևորը այն է, որ մեր տարածքները, ինքնիշխան Հայաստանի տարածքները 240 կիլոմետր քառակուսի տարածքը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ժորժան, Հայաստանի իշխանությունները Արցախի հարցն էլ հանեցին օրակարգից։ Բոլոր այն հարցերը, որոնք նյարդայնացնում էին երկկողմ Ալիևին, դա էլ հանվեց օրակարգից։ Ալիևը բայց չհանգստացավ։ Նա շարունակում է Երևանը անվանել Երևան, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան, մեր ռազմագերիներին պահել, մեր օկուպացված տարածքներից դուրս չգալ, պահանջել փոխել մեր սահմանադրությունը եւ այլն եւ այլն։ Եվ սա է խաղաղությունը։ Խաղաղություն, որը տեսնում է միայն Ալիևը իր ուզած պայմաններով, դա է խաղաղությունը։ Կներեք, մենք հույսը դրել ենք Եվրոպայի վրա, եվրոպական գագաթնաժողով, անվտանգություն եւ այլն, մեր իշխանական շրջանակները այս մի քանի օր դրա մասին են խոսում։ Տեսանք Ալիևի վերաբերմունքը Եվրոպական միության նկատմամբ, ինչպիսի հաթաթաներ ինքը տվեց Եվրոպական միությանը։ Եվ ինչի վրա ենք մենք հույսը դրել։ Չկա խաղաղության պայմանագիր, չկան երաշխիքներ, չկան մեխանիզմներ գետնի վրա։ Եկեք իրականությունից խոսանք, ռեալ պոլիտիկից խոսանք։ Լավ ճառեր եւ կենացներ չասենք, այլ հստակ նայենք ինչ ունենք գետնի վրա։ Գետնի վրա ունենք այն բոլոր հարցերը, որոնց մասին ես արդեն նշեցի։ Որևէ դատապարտող հայտարարություն Ալիևի քայլերին եւ հայտարարություններին եւ առհասարակ այն ամենը, ինչ ինքը անում է մեր նկատմամբ, ես չլսեցի Եվրոպայի կողմից։ Եվ այն, որ Եվրոպան կգա մեզ կփրկի, Եվրոպան է երաշխավորը եւ այլն, չկա որևէ փաստաթուղթ, որտեղ Եվրոպան երաշխավորում է խաղաղություն կամ կայունություն Հարավային Կովկասում կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Սա է այն իրողությունը, որը մենք ունենք։ Մնացածները ուղղակի լավ եւ բարի ցանկություններ են, Ժորժը։